տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ինչով են տարբերվում համապետական ընտրություններից, այդ թյուր մոդելի մասին մի հատ խոսենք, որ ճիշտ է արդյոք այս ընտրության արդյունքների պրիզմայով դիտարկել կամ վերլուծել ինչպիսին է լինելու համապետական ընտրությունները։ Էականորեն տարբերվում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունը ազգային ժողովի ընտրությունից, որովհետև թիմ ընտրությունները հատկապես վերջին 30 տարվա, դա չի վերաբերում նախկին ՍԿՊ-ի ժամանակը, 30 տարվա դիտարկումները ցույց է տալիս, որ թիմ ընտրություններում հիմնականում հաղթում է այսպես կոչված այդ բնակավայրի լավ տեղ, այսպես հարտահայտություն կա, չէ՞, թաղի լավ տեղ, այ ինքն է հաղթում։ Հիմա դա ինչպես է երևում, հա, ասենք մեկը շինարար է, մեկը կակ, ինչ որ այդ համայնքում ինչ որ մի հարգարժան մարդու որդի է, մեկը ինչ որ ծանոթ խարիզմա ունի եւ այլն, եթե նայում եք բոլոր տեղերում մշտապես հենց այդ սկզբունքով են առաջնորդվում, նա քաղաքական ընտրություն երբեք չի եղել, անկախ նրանից թե ինչ կուսակցական, ասենք որ կուսակցության անդամ է եղել տվյալ գործիչը, դե հիմա հասկանալի է, օրինակ Գյումրին, Վարդան Ղուկասյանը ձեն տվեցին, բայց Վարդան հասկանալի է, որ նա կոմունիստական կուսակցության ուրեմն ներկայացուցիչ չէ, Հայաստանում վերջին անգամ կոմկուսը պարլամենտական ընտրություններին 97 թվականին մի օր անցել։ Դրանից հետո կոմկուս չկա։ Ուղղակի ինքը գերադասած այդ ուրեմն կուսակցությունը վերցնել։ Եթե լիներ մարքսիստական կուսակցություն ուզեր, ինքը այդ մարքսիստականների թեմայով կանցներ։ Կամ տվյալ դեպքում վաղաշաբաթում Մեխակյանի հաղթանակը շատերը հենց հիմնականում կապում են հենց իր ծնողի հետ կապված, ասենք, իր հայրը բավական հայտնի շրջանում եղել Արցախյան պատերազմում եւ դրա համար հենց գալիս են, որ հայ իր տեղուն են ընտրում, հատկապես երբ որ Խոյ համայնքը որտեղից որ ինքն էր ցակում, ինքը բավականին շատ ձայներ հավաքեց, դա էլ ասենք տեղական այդ նշանակություն ունի։ Կուսակցականը բացարձակ թիմ ընտրություններում չի աշխատել, կարող են ասենք օրողբոր տղաներ, մեկը ՕԵԿ լինի, մեկը Բարգավաճ լինի, բայց որ հաստատ ասեք ՕԵԿ-ի կանոնադրությունը ծրագիրը ինչ կետեր են եւ ինչով են տարբերում Բարգավաճից ոչ մեկ չի մարում։ Այսօր Բարգավաճ, վաղ ՕԵԿ կամ մյուսօրը ժառանգություն կլինի, կամ այն մեկը որ ազատ դեմոկրատերով, ասենք հենց թիմ ընտրություններում վաղաշաբաթի բավական հաջող ձայն հավաքեց, հիմա ինչ արդյոք նա իրոք ընդգծված արևմտամետ կուսակցության գաղափարախոսություն ուներ, որ հաղթեց, իհարկե ոչ։ Ուղղակի նա գերադասած հիմա այդ կուսակցությունը գնա